Արարատը նվաճած ամենափոքր լեռնագնացն է 9-ամյա Վարդանը։ 5165 մետրանոց լեռան-գագաթ Վարդանը 3 օրում է հասել։ Բարձրանալիս մտքում անընդհատ հարցնում էի ինքս ինձ, բայց կկարողանամ։ Կարողացավ, իդեպ առանց ծնողների։ Վարդանի հետ են եղել 4 գագաթ մանկապատանեկան լեռնագնացության ակումբի անդամները։ 2024 թվականից Վարդանն էլ այդ ակումբի սաներից է։ Արշավներից մեկի ընթացքում Վարդանն ընկերներից մեկից տեղեկանում է, որ պատրաստվում ենք Արարատ բարձրանալ ու ցանկություն է հայտնում, որ ինքն էլ մասնակցի արշավին, Արարատի վերելքին, հարցնում է ինքը կկարողանա մասնակցել Արարատի վերելքին, ես պատասխանում եմ, որ այս պահին ոչ։ Տնօրենի ոչը մարտահրավեր դարձավ տղայի համար։ Վարդանը սկսեց արշավներին ակտիվ մասնակցել, որպեսզի վստահություն ձեռք բերի ու թույլ տան հասնել Արարատին։ Երբ պետք է որոշվեր ով է բարձրանալու Արարատ, արշավ կազմակերպվեց դեպի Արագած։ Ով շնչառության խնդիր կունենար կամ իրեն վատ կզգար, թույլ չէին տա բարձրանալ Արարատ։ Ես եւ եւս 29 լեռնագնաց անցանք այդ փորձությունը։ Փորձնական այդ արշավի ժամանակ, երբ պետք է որոշվեր ովքեր են այնքան ուժեղ, որ բարձրանան Արարատ, Վարդանն իրեն իսկական տղամարդու պես է պահել։ Գալա Վարդանին սենց բաժանել Վարդանը միջև Արարատը, Վարդանը Արարատից հետո, մինչև Արարատի Վարդանը չերալարի շարքի վերջից կգար սենց տանջված դեմքով, կասեր ընկերն այնելի շատ ունենք, ասում էի Վարդան պիտի համբերես մի խոսքով եւ այլն, իսկ Արարատի մտադրությունը իր մոտ սենց արմատավորվելուց հետո ինքը այդ հարցը ես չեմ հիշում, որ տված լինի դեռ շատ ունենք, այսինքն ինքը համբերատար սենց միջև վերջ գնում էր։ Արդեն օգոստոսի 1-ին 30 ալպինիստներ, այդ թվում Վարդանը, հաջողությամբ բարձրացան Արարատ։ Ճանապարհի ընթացքում փորձառու լեռնագնացները շոկի մեջ են եղել, տեսնելով ինչպես է Վարդանը անտրտունջ հաղթահարում քարքարոտ լանջերն ու ձնաբլուրներով անցնող բարդ կածանները։ Լեռ թե այլ նպատակ 9-ամյա տղան բոլորին խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել, համառ կառչել նպատակին այնքան ժամանակ, քանի դեռ այն իրականություն չի դարձել։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։